Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գլոբուսի այս կետերը տարբեր աշխարհամասերի հակամարտություններն են թիրախավորում, այդ թվում հայ-ադրբեջանականը, որն ըստ Էկոնոմիստ հեղինակավոր պարբերականի վերլուծության աշխարհում այս պահին ընթացող ևս 6 կոնֆլիկտի հետ եկող տարի 2026-ին կթեժանա։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, Բաքու Երևան առևտուր արել, փորձագետների մայրաքաղաքից մայրաքաղաք ուղարկել։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր անվտանգային զինանոցի ուժեղացումը, այսպես կոչված, ու ռազմական էսկալացիա կլինի այն դեպքում, երբ ադրբեջանական բանակցային գործընթացը մտնի փակուղի, բլոկ լինի, այսինքն։ Կան դրա նախադրյալները, մասնագետն ասում է, Ադրբեջանը ոչ ամերիկյան նախախաղաղության կուլմինացիայից առաջ, ոչ էլ դրանից հետո, այդպես էլ չդադարեց մեզ հետ ուժի դիրքերից խոսել, ու նաև հիշեցում ինքնիշխան Հայաստանը շարունակ ընդհուպ միջև Ալիև, հռչակվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ավելին, խաղաղասեր Ադրբեջանում այդպես էլ չեն արձագանքում պաշտոնական Երևանի առաջարկին, խաղաղության գործընթացին հասնելու ճանաչել ինչպես արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ նրանց դարձյալ այսպես կոչված նորահայտ փախստականների հարցը, չեն արձագանքում, այնպես կարծես չեն էլ լսել։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ, ինչը միանշանակ բարձրացնում է տեղային էսկալացիաների ռիսկը թեկուզ, տեսնում եմ ամեն օր ռազմական առումով ուժեղացող Ադրբեջան։ Այն, որ ստանդարտները երկակի են ու խաղաղության փաստաթղթին զուգահեռ Ադրբեջանը օր-օրի ամրացնում է իր անվտանգային համակարգն ու անվտանգային իմունիտետը պետության, հասարակության, սա պետք է մեզ համար որոշակի ազդակ լինի մշտապես պատրաստվելու եւ ուժեղանալու համար։ Երկխոսության փորձեր առանց նախկին ինտենսիվության քաղաքագետն այսպես է բանաձևում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլը։ Ագրեսիվ հռետորաբանությունը լրացնում է խաղաղասիրական ձայնը։ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել 48 ամերիկյան դեսպանների, որոնք աշխատել են Աֆրիկայի, Ասիայի, Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներում։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Կադրային որոշումների պատճառները պաշտոնապես չեն նշվում։ Միաժամանակ ասվում է, որ ռոտացիայի տակ հայտնված դիվանագետները կպահպանեն դիվանագիտական ծառայության աշխատակիցների կարգավիճակը։ Վաշինգտոն վերադառնալուց հետո նախատեսվում է նրանց նոր պաշտոնների նշանակել։ Ավելի վաղ հաղորդվել էր Թրամփը հետ է կանչելու Հայաստանում ԱՄՆ դեսպանին եւ այլ բարձրաստիճան դիվանագետների 30 երկրից։ Փոխանցումներով ռուս-ամերիկյան մրցավազք է սկսվել տարածաշրջանում։ Մեսիջներ են ուղարկվում Մոսկվայից եւ Վաշինգտոնից, պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ Սյունիքում նախատեսված իրականացվելիք TRIP նախագծում։ Ոչ պաշտոնական, սակայն արևմտամետ ուղղվածություն ունեցող քաղաքագիտական համայնքը լուր տարածեց, թե հունվար-փետրվարին Ամերիկայից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում Հայաստան, եւ որ անվտանգային առումով բարձր պատրաստվածության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի այցն ինչ խոսք կապված կարող է լինել օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանավորվածությունների, մասնավորապես TRIP նախագծի հետ։ Քաղաքագետ վերլուծաբանները սակայն համոզված չեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Հայաստան։ Շատերի դիտարկմամբ խոչընդոտներ կարող են լինել։ Արդյոք կկայանա այդ այցը, որովհետև մենք հիշում ենք, որ Թրամփի որդու մասին էր գրվում, որ նա այցելելու է Հայաստան, բայց ինչ-որ մի պահ այդ այցը չեղարկվեց։ Մինչև փետրվար եւ մարտ տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք կստիպեն կամ կարող են ազդել Վենսի Հայաստան կատարելիք այցի չեղարկման վրա։ Հայաստանի իշխանությունները սրտաբաց աշխարհին տարածաշրջան, մասնավորապես Հայաստանի հարավ են հրավիրում նախատեսվելիք ծրագրերում ներդրում կատարելու համար։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Թուրքիայի հնարավոր մասնակցությունը եւս պատրաստ են օրվա իշխանությունները քննարկել։ Բոլորին դռնբաց պատրաստ են ընդունել։ Հնարավոր է նախագծի իրականացումը, եթե գլոբալ առումով պետություններ կան, որ ոչ բոլոր հարցերում են միմյանց հետ հաշտ ու համերաշխ։ Միացյալ Նահանգների նախագահան Անկորիջից հետո հայտարարեց, որ Թրամփի ուղուն կարող են նաև երրորդ երկրներ մասնակցել, ըստ էության գնդակը թողնելով Հայաստանի եւ այդ երրորդ երկրների դաշտում։ Երրորդ երկիր կարող է լինել Թուրքիան, Իսրայելն է,
է հայտ ներկայացնում, Ռուսաստանն է իր մասին անընդհատ հիշեցնում, այսինքն այստեղ Միացյալ Նահանգները փաստացիորեն մի բան հասկանում է հստակ, առանց տարածաշրջանային տերությունների գետնի վրա հնարավոր չէ հասնել որոշակի եւ կոնկրետ պայմանավորվածությունների։ Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել միջին միջանցքի մաս։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ակտիվ երկխոսություն կա, Եվրոպան էլ փորձում է ակտիվորեն ներգրավել, բայց Եվրոպան կտրականապես դեմ է Ռուսաստանի մասնակցությանը։ Ռուսաստանը նախագահի մակարդակով հայտնեց, որ պատրաստ է համատեղ աշխատել հին երթուղիների վերականգնման, նոր երթուղիների ստեղծման ուղղությամբ։ Раскрывающая границы Армении. У нас Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանքն ընդլայնելու հնարավորությունը։ Եթե այս հարցը բարձրացվում է երկու երկրների ղեկավարների նաև հանդիպան ժամանակ եւ Հայաստանի ղեկավարը նման առաջարկ խնդրանքով դիմում է ռուսական կողմին, նշանակում է առնվազն, որ մենք չենք առարկում տրիպին ռուսական կողմի մասնակցության։ Այս հարցում կարծես թե չեզոք դիրք է բռնել, համենայն դեպս նրա մասնակցության առումով ակտիվություն առաջարկ դեռ չկա, սակայն Իրանը լինելով Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, եթե տեսնի Ռուսաստանի ներգրավվածությունը ծրագրում, ընդունելի կհամարի թեկուզ եւ թրիփ նախագծում ամերիկյան կողմը եւս ներգրաված լինի։ Եթե Ռուսաստանը չմասնակցեց եւ դա լինի միայն արևմտամետ պրոյեկտ, Իրանը դեմ է լինելու եւ այդ դեմ լինելը ըստ վերլուծաբաների միայն խոսքերով չի արտահայտվի, այլ նաեւ գործողություններով։ Նուրբ ու մանր ասեղի հարվածներով հայ կինը հյուսեց մեր պատմության թելերը, կադրում այն թափի ասեղնագործության նմուշներից է։ Այն թափի հայ ձեռագործը ասեղնագործության հիմքում պահում էր թևավոր խաչն ու հայի ինքնությունը, ու նույն հայի ձեռքով ու մտքով ձևավորված հայկական մշակույթը դարեր շարունակ թշնամին իր չարամիտ ռազմավարությամբ յուրացնում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է օրեր առաջ այն թափի հայկական ասեղնագործությունը հռչակել թուրքական մշակույթի մաս։ Արտառոց չէ թերևս, որ մշակութային ժառանգության պահպանությանը կոչված այս կառույցը, որի բարի կամքի դեսպանն է ի դեպ Մեհրիբան Ալիևան, գրչի մեկ հարվածով հինավուրց հայկականը թուրքական է ներկայացնում, ու սա առաջին դեպքը չէ։ Անթափի ասեղնագործությունը իրապես ծնվել է եւ զարգացել է եւ բնորոշ է հենց այն թափի հայերին կանայք, ովքեր ժառանգաբար այս արհեստը ստացել են, փոխանցել են սերնդեսերունդ, այն նաեւ շատ տարածված է եղել որպես ասեղնագործության տեսակ, որով հենց օժիտ են պատրաստել հայուհիների համար։ Հայկական ասեղնագործության արմատները պատմական Հայաստանից են։ Այստեղ են հայ կանայք ձևավորել ասեղնագործության ավանդույթներն ու բարդագույն տեխնիկան։ Փաստերի պակաս չկա։ Գրքեր, հոդվածներ, փրկված նմուշներ, որոնք առ այսօր պահվում են Հայաստանի տարբեր թանգարաններում։ Այն թափում, Մարաշում, Իզմիրում ձևավորված հայկական ասեղնագործական տեխնիկան թուրքերը հայերից են սովորել, շեշտում է ժողովրդական վարպետն ու որպես ապացույց վկայաբերում հայտնի հոդվածը, որտեղ կա վկայություն, որ թուրքերը հայերից են ասեղնագործել սովորել։ Հոդված կա Բաղդալյանի, որտեղ նա նշում է, որ հայերի հետ ասեղնագործում էին նաև երկու թույլ կանայք։ Այդ հոդվածը լույս է տեսել 20-րդ դարի սկզբին։ Այն թափի ասեղնագործող այդպես էլ կոչվում է։ Այսինքն դա վկայություններից մեկն է, որ մեր ասեղնագործությունը տարածվել է նաև թուրքերի մեջ։ Մասնագետները ընդգծում են, նույնիսկ ցեղասպանությունից հետո այս արհեստը հայի մշակույթից չոտարվեց։ Այն թափում ստեղծվեց միսիոներական կազմակերպություն, որտեղ հազարավոր սփռոցներ, անձեռոցիկներ ու տարատեսակ այլ իրեր էին գործում եւ արտահանում եվրոպական երկրներ։ Մասնագիտական աչք է հարկավոր, որպեսզի տարբերակես հայկական զարդապատկերն ու թուրքական կեղծիքը։ Երբ որ ուսումնասիրում ես այն հրատարակաչնչերը, որ Թուրքիան ցույց է տալիս որպես ասեղնագործություն, զարդանախշերը ավելի փոփոխված են, ավելի բուսական մոտիվներ կան, ոնց տարբեր ենք այն թափի ասեղնագործություն։ Նախշը հաշվարկում է խիստ երկրաչափական ձևով, դա կարող են լինել խաչեր, շեղանկյուններ, քառակուսիներ, բազմանկյուններ, եռանկյուններ եւ այլն։ Պետք է լինի սպիտակ կամ կաթնագույն, բնական գույնի, շատ նուրբ եւ զարդանախշային կառուցվածքը մաքսիմալ բարդ։ Մեր ամբողջ կիրառական արվեստն է այդպեսին։ Զայրացած բորբոքված են մասնագետները, մինչև իրենք փորձում են կատարվածի հետևանքները շտկել, թշնամին նոր ռազմավարությամբ առաջ է տանում իր կեղծիքը ու ոտքը ավելի երկար մեկնում։
Ռուսաստանում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը անօրինական ճանապարհով 2000 օտարերկրացու գրանցել է եւ այդ գործարքից 500 միլիոն ռուբլի վաստակել։ Խումբը կազմակերպել էր միգրանտների անօրինական մուտքը հիմնականում Ասիա խաղաղօվկիանոսյան երկրներից եւ Մերձավոր Արևելքից։ Նրանք վիզաներ էին տրամադրում միգրանտներին, որպեսզի նրանք կարողանային մեկնել Ռուսաստան, իսկ հետո կամ բիզնես անել կամ Եվրոպա հասնել։ Սակայն մուտք գործելուց հետո միգրանտները կարող էին ազատ տեղաշարժվել երկրում, քանի որ հրավիրող կողմը չէր կատարել իր պարտավորությունները։ Պեկ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Պեկ եւս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնել։ Համաձայն լրատվամիջոցների ձերբակալվածը Պեկ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է։ Տոնական օրերին զերծ մնացեք պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից, տոնական օրերին կիրառվող հրատեխնիկական ճայթուկներից ահազանգում են մասնագետները, նշելով, որ չնայած կառավարության 2024-ի որոշման առկայությանը, որով արգելվում է պայթուցիկների վաճառքը, մարդիկ դեռևս շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ, դրանց ոչ ճիշտ օգտագործմամբ անվտանգության կանոնները չպահելու եւ չլիցենզավորված ապրանքատեսականիների կիրառման հետևանքով։ Մենք ապրում ենք իրականության մեջ, որ երբ զանգեք առողջապահական տեսչական, գիտեք շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։ Երբ որ զանգեք շուկայի վերահսկողություն, գիտեք մենք պլանային ենք անում։ Երբ որ զանգեք հիվանդությունների կանխարգելման վերահսկման կենտրոն, ասեք գիտեք քաղաքում աղմուկ են առաջացնում այս ամեն ինչը կանխարգելման իրազեկման ինչ պետք է անեք, գիտեք դա տեսչական գործառույթ է։ Երբ որ զանգեք առողջապահության ազգային ինստիտուտ, ասեք հենց գիտական գրանտին այրտ հասնում ռիսկի նահատող եք, բաստեղով պետք է մի բառ ասիկ, ասեմ դեստեղ ինչ ռիսկ ենք հասկանում, որ ինչ էլ ասենք։ Դեկտեմբերի 20-ին Սասունի գյուղի վարչական տարածքում բախվել են Մերսեդեսը եւ Լեքսուսը, վերջինն էլ բախվել է ասֆալտ կատարելու համար նախատեսված տեխնիկային։ Մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի մասին Բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության։ Դեկտեմբերի 20-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են Կիան, Հոնգչին, Մերսեդեսը եւ Աբովյան Ավան Նոր-Նորք Մեգամոլ ջրվեժ ծորախբյուր Զով Գեղաշեն երթուղին սպասարկող մարդատար գազելը։ Մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի մեջ հայտնված վարորդներն ու օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու նաեւ օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ըստ տեղեկությունների գազելի վարորդը վարորդական վկայական չի ունեցել։ Տեղում են նաև համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները։ Դեկտեմբերի 19-ին Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 59-ամյա Արմենի թիվ 40 երթուղին սպասարկող Ժոնգթոնգը, 49-ամյա Արտակի Մուստանգը, 35-ամյա Դավիթի Ֆոլքսվագենը եւ Ռուսաստանի քաղաքացի 55-ամյա Արսենի Տոյոտան։ Ավտոբուսի վարորդին առաջին օգնության են հասել վթարի մեջ հայտնված վարորդները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, վարորդները եղել են սթափ։ Վթարի մասին տեղեկությունը բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Նույն օրը Եղվարդի խճուղում բախվել են 40-ամյա Գուրգենի Տոյոտան, 33-ամյա Հուսիկի Նիսսանն ու 63-ամյա Վարդանի Պազ ավտոբուսը։ Վերջինը կարելի ասել ամբողջությամբ փակել է երթևեկելի գոտին։ Մի քանի կիլոմետրանոց խցանում էր ստեղծվել, վարորդները եղել են սթափ։
Դեկտեմբերի 19-ին Էջմիածնի վարչական տարածքում բախվել են Ford Transit-ն ու Mercedes բեռնատարը։ 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Վաղաշապատ բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վաղաշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։ Բախման հետևանքով դիզվառելիքի արտահոսքեր առաջացել։ Փրկարարության Վաղաշապատի Շեջ փրկարարական ջոկատի փրկարարները ճանապարհի լվացման աշխատանքներ են կատարել։ Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ընդից սարքած է։ Եվ դեկտեմբերի 20-ին վերաբացվել է Կորեայի ձորի ճանապարհը, տեղադրվել են երթևեկության անհրաժեշտ նշանները, երկաթե արգելապատնեշներն ու անձրևների համար հատուկ անձրևատարեր։ Նաև ճանապարհը լայնացվել է, այդ թվում վտանգավոր ոլորապտույտ մասերում։ Կատարվել է կառավարության ֆինանսավորմամբ։ Տեղադրվել են նաև ամենակարևորը երթևեկության նախազգուշացնող նշանները։ Դեկտեմբերի 24-ին Թբիլիսյան խճուղի 14 կոտրակ 2 հասցեի մոտ բախվել են Տեսլան, Մերսեդեսը ու Դեուն։ Տեսլան եղել է կայանված 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 5-րդ շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դեկտեմբերի 23-ին ավազով բարձված կամազ բեռնատարը Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գողաշրջվել։ Գազի արտահոսք է սկսվել։ Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները, դադարեցրել են գազի արտահոսքը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեկտեմբերի 23-ին Դալար Այգեստան Դվին ճանապարհին բախվել են 47-ամյա Վահագն Սարգսյանի Վոլգան եւ 30-ամյա Վահե Մկրտչյանի Հյունդային։ Վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում։ Հյունդայի վարորդը դիմել է արտաշատ բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեկտեմբերի 23-ին Երազխ Երևան ճանապարհին բախվել են 52-ամյա Անդրանիկի Հյունդային եւ 21-ամյա Կարենի Ուազը։ Վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել են երթևեկելի գոտում։ Վարորդներից Անդրանիկը վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Արտակարգ վիճակ էր Պրոշյան գյուղում, խմելու ջրի խողովակն է վնասվել, ջուրը փողոցներն էր ողողել, լցվել տներ, շենքերի նկուղներ ու ավտոտնակներ։ Ու այս ամենից բացի խմելու ջուրն աննպատակ կորում էր։ Ջուրը այս դեպի քեցերա լցվել էր ստեկ եթեր, այնտեղ ամդերենք որի տակ Մարկանց տներն ա լցվում, շենքերն ա լցվում։ Բնակիչներն ասում են, բյոլյաջրից չեն արձագանքել Երևանի թիվ 7-րդ ջոկատի փրկարարներն են ժամանել, բայց որևէ բան անել չեն կարողացել։ Նաիրի խոշորատված համայնքի ու Պրոշյանի վարչականի ղեկավարներն են տեղում եղել։ Ամբողջ գյուղը մեկ մարդ դարձած փորձել է խնդիրը լուծել։ Իմի ստիպված բնակիչները ոնց է, բնակիչներն իրենց ուժերով են փորձում գտնեն վնասված խողովակը եւ վերանորոգել։ Ի վերջո վիճակի մասին տեղեկանալով Կոտայքի մարզպետն է հանձնարարականներ տվել, որպեսզի մասնագետները գնան ու լուծեն խնդիրը։